միջոցների հաշվին 2011-ից մինչև 2016 թվականների ընթացքում առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ ստացած Պաշտպանության նախարարության ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։ Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող Սիտագրուպ ընկերությանը Պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով 58 միլիոն դրամ կաշառք։ Այսինքն Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10.526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար 158 դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդի Բենյամին Ղալեչյանի, եթե կհիշեք, դա այն անձներով մրցույթում միանձնյա հաղթող էր ճանաչվել, ինչպես նաև իր օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայր Էդգար Գրիգորյանի մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին։ Նախապես մշակված սխեմայով Բենյամին Ղալեչյանը մրցութային հանձնաժողովին է ներկայացրել մրցույթի հայտ և հանգստի գոտու կառուցապատման գործարար ծրագրի փաթեթ, որում այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը թաքցվել է հողամասը արդեն իսկ շինություններով ծանրաբեռնված լինելու հանգամանքը։ Գործարար ծրագրով առաջարկվել է կառուցել, կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ադմինիստրատիվ, հանգստի, ժամանցի և սպորտային շինություններ։ Բնապահպանության նախարարի և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արծվիկ Մինասյանը տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը ծանրաբեռնված է շենք-շինություններով, որոնք փաստացի պատկանում են Սեյրան Օհանյանին, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ ոչ միայն միջոց չի ձեռնարկել նշված իրավախախտումների արձանագրումը, պատասխանատվության միջոցների կիրառումն ու հետևանքների վերացումը ապահովելու ուղղությամբ, այլև ապահովել է մրցութային հանձնաժողովի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված և նրա կողմից որոշված անձին Բենյամին Ղալեչյանին։ Բենյամին Ղալեչյանը զբաղվում է իր աշխատանքային գործունեությունը հիմնականում բնակարանների վերանորոգման աշխատանքներն են, մասնագիտացված է սանտեխնիկական աշխատանքների իրականացմամբ։ Սևան ազգային պարկ պոակի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանություն է տրվել պոակի և Բենյամին Ղալեչյանի միջև կնքվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին։ Կառուցապատման վճարի չափ է սահմանվել 631.560 դրամ տարեկան, իսկ պայմանագրի ժամկետ 25 տարի։ Սևան ազգային պարկ պոակի և Բենյամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենյամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում և վերջինիս տրվել է վկայական, այդ կերպ փաստացի ապահովելով Սեյրան Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչնդոտ տիրապետումը և օգտագործումը։ Այսպիսով Սեյրան Օհանյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույք։ Նրան վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Սեյրան Օհանյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին ստանձնել է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավորի
պետական քաղաքական պաշտոնը, հանդիսացել է Հանրային ծառայության մասին օրենքի 34 հոդվածով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ։ 2021 թվականի հոկտեմբերի 19-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր կողմից ներկայացված պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ արկա գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ հայտարարագրում, իսկ այնուհետև 2022, 23 և 24 թվականներին ներկայացված պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող, սակայն Բենյամին Ղալեչյանի անվամբ կառուցապատման իրավունքով գրանցված, Սևան ազգային պարկ պոակի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոց 71 հասցեում գտնվող 10,526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված իրեն պատկանող և իր կողմից տնօրինվող շինությունների վերաբերյալ հայտարարագրման ենթակա տեղեկությունները։ 2021 թվականի դրությամբ չի հայտարարագրվել 123 միլիոն 369 հազար 193 դրամ, 2022 թվականի դրությամբ 145 միլիոն 65 հազար 256 դրամ, 2023 թվականի դրությամբ 166 միլիոն 402 հազար 824 դրամ արժողությամբ գույքը, ինչու են թվերը տարբերվում, որովհետև գույքը ամեն տարի դառնում է ավելի թանկ։ Այսպիսով Սերան Օհանյանը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։ Այսինքն, եթե թարգմանենք իրավաբանական լեզվով, Սերան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 314 պրիմ 3 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Ժամանակը թույլ չի տալիս եւ ես չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել ապացույցներով, դրանք բոլորը մանրակրկիտ ներկայացված են միջնորդագրում, որը ավելի քան 20 օր հասանելի է ազգային ժողովին, ես ընդամենը կթվարկեմ այն անձանց, ովքեր ցուցմունքներ են տվել եւ կնշեմ են դատավարական փաստաթղթերը, որոնք որ արդեն կայացվել են։ Վկաներ Գրիգոր Բարսեղյանի, Գարեգին Բարսեղյանի, Ջիվան Պետրոսյանի, Աշոտ Դավթյանի, Վասիլ Գրիգորյանի, Համլետ Ծառուկյանի, Գագիկ Հայրապետյանի, Արամ Եգանյանի, Սուլիկո Շուշանյանի, Մհեր Կիրակոսյանի, Վաչի Աղաջանյանի, Վալենտին Պետրոսյանի, Դավիթ Առաքելյանի, Բենյամին Ղալեչյանի, Էդգար Գրիգորյանի, Գագիկ Վարդանյանի, Դավիթ Կարապետյանի, Վազգեն Նահապետյանի, Արմեն Լազարյանի, Տիգրան Շարյանի, Արտաշ Անտոնյանի, Անդրանիկ Օհանյանի, Հակոբ Առաքելյանի ցուցմունքներն են, մեղադրյալ Լևոն Բարսեղյանի որպես վկա եւ մեղադրյալ տրված ցուցմունքներն են, Աշոտ Գրիգորյանի որպես վկա եւ մեղադրյալ տրված ցուցմունքներն են։ Վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Սերան Օհանյանը եւ նշել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում ինքը եւ իր մերձավոր ազգականները իրենց անվամբ ամառանոց չունեն։ Սակայն իր կողմից նշված ամառանոցը պարբերաբար օգտագործվում է։ Այդ ամառանոցում տարին մի քանի անգամ ինքը կազմակերպել է իր եւ որոշակի հյուրերի հանգիստ։ Այն սեփականության իրավունքով իրեն չի պատկանել եւ չի պատկանում։ Այդ ամառանոցում իրականացված շինարարական, բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են իր անձնական միջոցներով։ Այդ հարցում իրեն օգնել են ընկերները եւ հարազատները, որոնց տվյալները չի հայտնել, նպատակահարմար չհամարելով։ Բացի այդ, նշված աշխատանքների դիմաց վճարվել է իր խնայողություններից, հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ի վերջո ում է պատկանում ամառանոցը եւ ինչ հիմքով է այն իրեն տրամադրվել։ Նաեւ արկա է վկայի կարգավիճակով հարցաքննված Արծվիկ Մինասյանի ցուցմունքը, որը ես կներկայացնեմ մյուս միջնորդագրի քննարկման ժամանակ։ Քրեական վարույթով տեղեկատվության պահանջի հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունից ստացվել են գրություններ, դրանցից Սևան ազգային պարկ պոակի տարածքում գտնվող պետական սեփականություն եւ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցութային փաթեթում արկա փաստաթղթերը, որոնք զննվել են, քրեական վարույթով կադաստրային կոմիտեից արգրավված կադաստրային գործը, որը եւս զննվել է, Սևան ազգային պարկ պոակի տարածքում գտնվող անշարժ գույքն է զննվել, դրա մասին կազմվել է արձանագրություն, Սևան ազգային պարկ պոակի տարածքում գտնվող հողատարածքն է զննվել եւ շենքն է զննվել լրացուցիչ 2025 թվականի փետրվարի 5-ին կազմվել է արձանագրություն Սևան ազգային պարկ պոակի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող առանձնատանը կատարվել է խուզարկություն եւ խուզարկության արձանագրություններն են կցված